Եթերում հերթապամաս հաղորդաշարի կիրակնօրյա թողարկումն է, բարի երեկո, հաղորդման մեջտեղ գտած նյութերը նախ ամփոփ տեսաշարով։ Հայտնաբերվեցին եւ առգրավվեցին հափշտակված բջջային հեռախոսն ու դրամապանակը, որտեղ ըստ ուժողի եղել էր $700, 300 եվրո եւ 6000 դրամ։ Ներկայացրած մանրադրամների քանակությունը վկայում էր, որ գործ ունեն Գողոնի հետ։ Փոխգործակցության պլանի համաձայն հատուկ նշանակության վարչությունը բերվում է մարտական պատրաստվածության բարձր աստիճանի։ Մայիսի 18-ի առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժին դիմաց օտարերկրացին հայտնում էր, որ գիշերը երկու երիտասարդ Մեծամորից Արտաշար գյուղ տանող ճանապարհին իրեն ծեծել են եւ հափշտակել բջջային հեռախոսն ու դրամապանակը։ Մայիսի 21-ին ավազակային հարձակումն արդեն բացահայտված էր։ Բացի տուժողի բացատրություններից բացահայտման գործին օգնող կամ հուշող ոչինչ չկար։ Տուժողն էլ չնայած իր ասելով մոտ 2-3 ժամ կասկածյալների հետ էր եղել, բայց նրանց չէր ճանաչում, չգիտեր ովքեր են եւ որտեղ են апրում։ Ըստ նրա ընկերոջ հետ կասկածյալներին պատահական հանդիպել էին Արմավիր քաղաքում ժամը 1-ի սահմաններում։ Ծանոթացել էին, зрուցել։ Познакомились чуть-чуть и спрашивали, где можно, где открыто в 1 час ночи. Они сказали там и там. Հետո մտել էին քաղաքի բիլիարդի սրահներից մեկը, ապա այցելել գիշերային ակումբ։ Զրուցել էին, խմել։ Մինչև ակումբի աշխատակիցները տեղեկացրել էին, որ աշխատանքային ժամն ավարտվում է եւ խնդրել էին դուրս գալ ակումբից։ Դուրս էին եկել, բայց տուն չէին շտապել, որոշել էին ժամանցը շարունակել մայրաքաղաքում։ Արտասահմանցիներից մեկը գնացել էր քաղաքում գտնվող իրենց ժամանակավոր կացարանը, իսկ մյուսը երկու երիտասարդների հետ ճանապարհվել էր Երևան։ Երիտասարդներից մեկը զանգել ու տաքսի էր կանչել։ Ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում դուրս էին եկել Արմավիրից, բայց նպատակակետին այդպես էլ չէին հասել։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ աշխատանքի շնորհիվ Մեծամորի ոստիկանները շուտով ճշտեցին կասկածյալների ինքնությունը։ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղից էին 17-ամյա Վահեն ու հոր եղբայրը, 26-ամյա նախկինում դատապարտված Հրաչիկ Վարդանյանը։ Մայիսի 22-ին երկուսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Մեծամորի բաժին։ Շուտով հայտնաբերվեց նաև Volkswagen Vento Magnus-ի տաքսին, որի վարորդը մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին։ Մարդը դեմը նստավ, երկուսով հետևը ու շարժվեցինք, եկել ենք Մեծամորի գահի պոստի մոտ չասած, ասին այս դեպի այս ճամփով աշ թեքվի կանի մեքենայից իջան, այդ մարդուն է հիջցրին ու խփին, ես է հիջա, ասի արա ես ինչ եք անում, խեք խփեմ այս մարդուն, որ ես իրանց քաշ էսյանեան, ես թողի եկա ավտո նստա, խոտ տվի, որ հետ ֆրե իրանք եկան նստան ու բերեն իրանց հոկտեմբերյան։ Հայտնաբերվեցին եւ առգրավեցին նաեւ հափշտակված բջջային հեռախոսն ու դրամապանակը, որտեղ ըստ ուժողի եղել էր $700, 300 եվրո եւ 6000 դրամ։ Նախաքննության ընթացքում ոստիկանության Մեծամորի բաժին բերման ենթարկվածներ Հրաչիկ Վարդանյանը եւ անչափահաս Խաչատրյանը ներկայացվել են քննության եւ ավազակություն կատարելու ամիջական կասկածանքով ձերբակալվել են։ Փաստի արդիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով։ Հրաչիկ Վարդանյանի եւ Վահեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նախաքննությունը շարունակվում է։ Իրավաբանության տեսանկյունից էական չէ, գողությունը տնից, խանութից է կատարվել, թե եկեղեցուց։ Այս վերջին պարագայում միայն մեղքի ընկալումն է քիչ այլ։ Քրեական օրենսգիրքն էլ, թեև հանցանքի համար նախատեսում է երկրային պատիժներ, բայց հիմքում ունի Աստծո պատվիրանների խորհուրդը։ Նպատակը մարդուն դարձի բերելն է, զղջալով թե ապաշխարելով։ Օրերս գողություն էր կատարվել եկեղեցուց։ Մայիսի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ոստիկանները մեկնեցին Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցի։ Նպատակն այս անգամ Աստծո հետ հաղորդակցվելը, աղոթելը կամ մոմ վառելը չէր։ Եկել էին զուտ հողեղեն նպատակով։ Մոմավաճառը առավոտյան գալիս է եկեղեցի, բացում է դուռը 8:30-ին եւ տեսնում է գանձանակի դռնակը բաց է եւ անմիջապես զանգում է ինձ, ասում եմ զանգիր ոստիկանություն, անմիջապես։ Խախտվել էր ոչ միայն քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածը, այլև Աստծո պատվիրաններից մեկը՝ մի գողանար, եւ խախտվել էր հենց Աստծո տաճարում, ապաշխարանքի ինքնամաքրման վայրում։ Էությամբ ամենասովորական թվացող այս մեղք հանցանքը ստանում էր հատուկ երանգ։ Եկեղեցուց կատարված գողությունը շատ ավելի մեծ մեղք է, որտեղ մարդը գողանում է ոչ թե մարդուց, իր նման մի մեղավոր մարդուց, այլ
գողանում է Աստծուց, գողանում է ամբողջ համայնքից, բոլորից գողանում է։ Օպերատիվ քննչական խումբն ուսումնասիրեց եկեղեցին, մուտք ու ելքի հնարավոր ուղիները։ Դռները բացելու գործիքի հետքեր չհայտնաբերվեցին, հարցաքննվեցին եկեղեցու ծառայողները, եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչներ։ Սուրբ կաթողիկե եկեղեցին որոշ ժամանակով դարձել էր դեպքի վայր։ Դեպքի վայրի ուսումնասիրությամբ վարկած առաջ քաշվեց, որ հնարավոր է, որ նշված գողությունը կատարած լինի եկեղեցու նիստուկացին քաջատեղյակ մարդ։ Այդպիսի մարդ կար մեր տեսադաշտում։ Ջրվեժ գյուղի բնակչուհի Շարմաղ Ներսիսյանը, որը մինչև 2013 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել էր Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում որպես մոմավաճառ, այնուհետև ազատվել էր աշխատանքից։ Ավելին, նա նախկինում մեկ անգամ դատապարտվել էր գողություն կատարելու համար։ Ոստիկաններն այցելեցին Շարմաղ Ներսիսյանի տուն։ Կինը երկար չդիմադրեց, ներկայացրեց գումարը, թղթադրամներ ու բազմաթիվ մանրադրամներ։ Այս վերջինների քանակությունը վկայում էր, որ գործ ունեն Գողոնի հետ։ Նաև ներկայացրեց հոսանքի վարձի դիմաց կատարված վճարման անդորրագիր։ Նրա խոսքերով գանձանակից հանած փողով էր կատարել վճարումը։ Կինը պատմեց նաև, թե ինչպես է իրագործել մտահղացումը։ Երեկոյան ժամերգությունից հետո թաքնվել է խցերից մեկում, եկեղեցու փակվելուց հետո ամբողջ գիշեր մնացել ներսում, այդ ընթացքում կոտրել գանձանակի դռնակը, միջից հանել գումարը, թողնելով միայն ցածր արժողության մանրադրամները, իսկ առավոտյան եկեղեցու բացվելուց հետո աննկատ հեռացել է։ Վերցրել եմ ընդամենը 89,000, թե 79, այդքան գումար է։ Թեպետ գանձանակը բացվում է տարվա մեջ միայն 2 անգամ, այն էլ առաջնորդարան տարվելուց հետո, եւ դրա պարունակության չափի մասին կոնկրետ բան ասել հնարավոր չէ, բայց Տեր Գյուրեղ քահանա Տալյանի վկայությամբ համեստ հաշվարկներով գանձանակում պետք է լիներ մոտ 10 անգամ ավելի գումար։ Շարունակվող նախաքննությունն այս անհամապատասխանության պատճառն էլ կգտնի, բայց հետաքրքիրը կնոջ նման վարմունքի պատճառն էր։ Շատ ցավ եմ ապրում, զղջում եմ, որ չմտածված քայլ եմ արել, բայց ուզում էի վնաս տալ։ Արդարացում է փնտրում, գուցե, բայց զղջանքն անկեղծ է թվում։ Ամբողջ գիշերն անցկացնել սրբավայրում, սրբապատկերների աչքի առաջ եւ ապաշխարանքի փոխարեն նոր մեղք գործել, այն էլ մի կնոջ համար, որ իր ասելով գոնե նախկինում հավատացյալ է եղել, ծանր բան է։ Ամբողջ գիշեր եմ աղոթել, չարը շատ ստիպեց։ Վնասի, չմտածեցի, որ ինձ են վնասում։ Քրեական օրենսգիրքն իհարկե երկրային մոտեցում ունի։ Նախաքննությունը շարունակվում է։ Շարմաղ Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, բայց այս անգամ գործ ունենք կրկնակի մեղքի հետ։ Իսկ եկեղեցու վերաբերմունքը նման արարքների հանդեպ ներկայացրեց Տեր հայրը։ Որպես հոգևոր հայր, որպես հոգևորական միայն կարեկցանք գործած մեղքի համար։ Կարեկցանք եւ հորդոր ասեմ ապաշխարության ինչ վիճակում էլ որ հայտնվի։ Աստված ներող է, եթե մարդը անկեղծորեն զղջում է իր արածի համար։ Մայիսի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության աշխատակիցներն անցկացրին հերթական մարտավարամասնագիտական վարժանքը։ Մարտավարամասնագիտական զորավարժության թեման էր վարչության անձնակազմի գործողությունները զինված հանցագործների հետապնդելու եւ վնասազերծում լեռնա-անտառային տեղանքում։ Սցենարը հետևյալն էր. Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի արևմտյան կողմում Մեկուսի վայրում գտնվող տան վրա 3 հոգի թալանի նպատակով գործել են զինված հարձակում։ Մարզի ոստիկանները մեկնել են դեպքի վայր, սակայն հանցագործները կրակ են բացել ոստիկանների վրա եւ դիմել փախուստի Ամբերդի ուղղությամբ։ Փոխգործակցության պլանի համաձայն հատուկ նշանակության վարչությունը բերվում է մարտական պատրաստվածության բարձր աստիճանի։ Վարչության աշխատակիցները մեկնում են զինված հանցագործներին հայտնաբերելու եւ վնասազերծելու։
Վարժանքի առաջին փուլում հայտնաբերելով զինված խմբին, վարչության աշխատակիցներն անցնում են երկրորդ փուլին, բաժանվում են երկու խմբի, փակելով հանցագործների նահանջի ուղին, միաժամանակ աննկատ մոտենալով հանկարծակի հարձակում են գործում ու վնասազերծում հանցախմբին։ Տեղի է ունենում փոխհրաձգություն, վիրավորվում է հանցագործներից մեկը։ Այս ընթացքում ոստիկանների կողմից կիրառվում են հոգեբանական ճնշում գործադրելու հատուկ միջոցներ։ Սկսվում է երրորդ փուլը։ Հանցագործներին հարկավոր է դուրս բերել լեռնային անտառապատ տեղանքից։ Հաղթահարվում են բնական արգելքներ, իրականացվում է գետանցում երկու եղանակով՝ պարաններով եւ գետի միջով։ Գետանցումը քողարկելու համար օգտագործվում են ծխագլանակներ։ Ուսանել եւ կատարելագործվել պետք է անընդհատ, հատկապես ոստիկանի մասնագիտությունն ընտրած մարդկանց։ Զորավարժությունը նաեւ փաստեց, որ հատուկ նշանակության վարչության աշխատակիցները պատրաստ են արագ եւ արդյունավետ արձագանքելու ամենաբարդ ու վտանգավոր պայմաններում անգամ։ Շարունակում ենք ներկայացնել ոստիկանության տարբեր ծառայությունների գծով 2013 թվականին լավագույնը ճանաչված աշխատակիցներին։ Այսօր հերթը անձնագրային եւ վիզաների վարչության լավագույն ոստիկանինն է։ Անձնագրային եւ վիզաների վարչությունը ոստիկանության այն ստորաբաժանումն է, ուր ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ են այցելում հանրապետության մարզերից ու մայրաքաղաքից։ Հանգամանք, որ աշխատակիցների առջև առանձնահատուկ խնդիր, պարտականություն ու պատասխանատվություն է դնում ամեն պահ լուծել ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդման, ոստիկանության հանդեպ վստահության բարձրացման հարցը, ամեն պահ աշխատաոճ ունենալ ոստիկանության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղությունը։ Մեր բոլոր աշխատակիցներն են գիտակցում իրենց առաջնային խնդիրը, բոլորն են ամեն օր այդ գիտակցումով աշխատանքի գալիս, բայց Բելան իր սրտացավ վերաբերմունքով, իր լավ մարդ տեսակով իրոք առանձնանում է, ասում է անձնագրային եւ ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ Գայանե Զարգարյանը։ Խոսքը Բելա Նովոսարտյանի մասին է։ Ոստիկանության հատուկ հանձնաժողովի կողմից նա արժանացավ 2013 թվականի լավագույն անձնագրավարի կոչման։ Դա նաեւ անցած 20 տարիների նրա բարեխիղճ աշխատանքի արդյունքն էր։ Իր վերաբերմունքով, քաղաքացիների նկատմամբ իր բարյացակամ տրամադրվածությամբ, աշխատանքի լավ իմացությամբ այս տարի առանձնացվել է մեր աշխատակից Բելա Նովոսարտյանը։ Մեր Բելլան ուրիշ է, իր մեղմ բնավորությամբ, բարեհամբույր ժպիտով, հումորի հրաշալի զգացումով աշխատավայրում առանձնահատուկ կոլորիտ է ստեղծում, ասում են գործընկերները։ Բելլան որպես եւ լավ մարդ, եւ լավ կին, եւ լավ ծնող, եթե այդ ամեն հատկությունները ունի, Բելլան նշանակում է, որ նաև իր կոլեկտիվում նա հարգված, սիրված եւ լավ աշխատող է։ Եվ մենք բոլորս մեր կոլեկտիվում շատ ենք ուրախացել, շատ, որովհետեւ մեր աշխատողին գնահատել են։ Նշանակում է, որ մեզ էլ են գնահատելու, կլինի դա վաղը մյուս օր ես չգիտեմ, բայց բոլորիս շատ հաճելի է, քանի որ այստեղ թիմային աշխատանք։ Ես կարող եմ մեր Բելայի մասին խոսել որպես անձնավորության եւ անհատի, որին մենք շատ սիրում ենք, որը շատ սրտացավ ու շատ մեծ մարդ է։ Դա միանշանակ իմ հետ կարող են համաձայնել իմ բոլոր ընկերները։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, ես հաճույքով եմ գալիս գործի, հաճույքով շփվում մարդկանց հետ։ Մեր ամեն օրը ծանրաբեռնված է, տարբեր խնդիրներով տասնյակ մարդիկ են գալիս, տարբեր բնավորության տեր, տարբեր դաստիարակությամբ ու պահվածքով։ Պետք է բոլորին լսել, հասկանալի բացատրել, լուծել նրանց խնդիրը եւ միայն բարեհամբույր ժպիտով քաղաքավարի, ասում է Բելան։ Անձնագրային եւ ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժինը մեր նկարահանման օրը սովորականի պես մարդաշատ էր։ Օգտվելով առիթից դիմեցինք քաղաքացիներից մեկին։ Ես երկար ժամանակ Հայաստանից բացակայելուց հետո
հանկարծ անձնագրային խնդիր ունեցա եւ ճիշտը պիտի ասեմ անկեղծորեն, որ սարսափով գալիս էի անձնագրային բաժին, որովհետեւ ինչ ասեք չենք լսել, գիտեք բոլորս գիտենք ինչերը եւ ես հանկարծ հանդիպեցի մի տիկնոջ, որը ինձ ընդունեց ժպիտով, որը փորձեց խնայի իմ գումարները ու ասի, որ գիտեք ինչ, եթե դուք այսպես անեք, դուք ավելի քիչ կվճարեք, եթե այնպես անեք, ավելի քիչ կվճարեք, այսպես միգուցե չվճարեք այդքան գումար, ես չէի հավատում, իրոք ես Հայաստանում եմ, ես Հայաստանում չեմ, իմ երևակայությունն է սխալ, իմ հայրենակիցների պատկերացումն է մեր համակարգի հանդեպ սխալ, բայց ես հասկացա, որ չէ, համակարգում դաստիարակվել են մարդիկ, որոնց մենք պիտի շնորհակալ լինենք։ Ես շատ երկրներում եմ ապրել, ես ապրել եմ Եվրոպայում, ես ապրել եմ Թուրքիայում, ես ապրել եմ Ռուսաստանում, փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք ստեղծել են այսպիսի համակարգ, որոնք դաստիարակել են այսպիսի աշխատողներ, եւ որ մենք երբ որ մտնում եւ դուրս ենք գալիս, ոչ թե սարսափով ենք մտնում, այլ հաճույքով։ Լավ աշխատող լինելու առաջնահերթ պայմանը լավ մարդ լինելն է, իսկ կնոջ պարագայում դա նաև լավ մայր ու լավ կին լինել է նշանակում։ Բելան հրաշալի մայր է, օջախի ջերմությունն ու շունչը պահող կին։ Նույնիսկ մի կարճ ընթացք նրա ընտանիքում լինելն արդեն տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Բնությունը կնոջն ասել է՝ եղիր գեղեցիկ, եթե կարող ես, բայց իմաստուն, խոհեմ լինել դու պարտավոր ես։ Սա դարերով քննություն բռնած խոսք է, իսկ Բելայի համար սովորական կենսակերպ։ Մարդկանց հետ շփվելը ինձ մեծ բավականություն է պատճառում։ Ես գուցե դա մեծ խոսքեր է, չգիտեմ, բայց ինչ որ եթե դու կարողանում ես մի քիչ օգնել այդ մարդկանց, թեկուզ լավ վերաբերմունքով, ժպիտով, չգիտեմ, դա իմ համար շատ մեծ երջանկություն է։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ մարդկանց հետ շփվել, սիրում եմ մարդկանց օգնել։ Սիրո մեջ ապրող նրա դուստրերը Անահիտն ու Զարուհին գիտեն, իրենք պարտավոր են խելացի, պիտանի մարդ դառնալ, պարտավոր են սերտել կյանքի կարևոր դասերը, որ մայրն է սովորեցնում, պարտավոր են արդարացնել ծնողների հույսերը։ Մեր ընտանիքի երջանկության գաղտնիքը նրանում է, որ Բելլան խելացի, իմաստուն կին է։ Նա կնոջային կերպարն է, որը կարող է իրեն գերազանց դրսևորել եւ աշխատանքում, եւ ընտանիքում, ասում է Բելայի ամուսինը։ Ամուսնու աշխատանքի բերումով նրանց ընտանիքն ապրել է նաեւ արտասահմանում։ Բելլան իր շուրջը փոքրիկ հայրենիք էր ստեղծում եւ իր ստեղծած աշխարհում հավաքում մեր հայրենակիցներին։ Երբ հայրենիք էինք վերադառնում, տեսնել էր պետք թե այդ մարդիկ ինչ տխրությամբ էին բաժանվում Բելայից, ասում է ամուսինն ու հիշում մի դեպք։ Դիվանագիտական աշխատանքը Բելգիայում ավարտելուց հետո վերադառնում էին Հայաստան, երբ վայրեջքից առաջ հանկարծ ինքնաթիռի սրահում լսվում է նրանց հուզված աղջնակների երգը՝ Հայաստանի հիմնը։ Ես Հայաստանում չեմ ծնվել, 16 տարեկանում եմ առաջին անգամ եկել Երևան ու հայերեն տառերը սովորել սկսել, երբ բուհի ուսանող էի։ Գուցե դրանից է, որ հայրենիքի զգացում ինձ համար մեծագույն արժեք է, ապրելով ուրիշ ազգերի մեջ միշտ երազում էի իմ հայրենիքի մասին, ասում է Բելան։ Իմ երջանկության բանաձևն է իմ հայրենիքը, իմ ընտանիքս եւ իմ աշխատանքը։ Մեր մայրիկը աշխարհի ամենաբարի մայրիկն է, ասում են Անահիտն ու Զարուհին, եւ մայրիկին նվիրում իրենց հոգուց բխած երգը։ Հայտնի ասույթ կա, երեխաներն ի վերջո հետևում են ոչ թե մեծերի խորհուրդներին, այլ նրանց օրինակին։ Ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների նախաձեռնությունը ոչ միայն հոգու մղում էր, այլև դաստիարակի պարտականություն։ Նրանք արդեն մի քանի օր արյունաբանական կենտրոնում արյուն են հանձնում հիվանդ երեխաների համար։ Ոստիկանության կենտրոնական ապարատի դիմաց հավաքված ոստիկանության Վայոց ձորի եւ Տավուշի մարզային վարչությունների ծառայողներն են։ Շտապում են առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն տոնորությամբ նպաստելու փոխներարկումային բուժօգնության կարիք ունեցող երեխաներին։ Մայիսի 31-ը վերջին 10-րդ օրն էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության կազմակերպած բարեգործական միջոցառման, որին մասնակցեցին ոստիկանության Երևանի եւ մարզային բոլոր վարչությունների ծառայողներ։ Ավելի քան 200 աշխատակից արյուն հանձնեց տարբեր հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար։ Բոլորն էլ բացառիկ պատրաստակամությամբ էին եկել։ Րոպե առաջ հանձնելու կյանքի այդ անգին միջոցը հանուն մի նոր կյանքի։ Նախաձեռնությունը բացառիկ էր ոչ թե մարդասիրության, ամեն տարի էլ կազմակերպվում է նման միջոցառում, այլ մարդասերների մեծ թվի առումով։
այս ակցիան պետք է լինի ոգևորիչ, խթանիչ նաև մյուս գերատեսչությունների համար, որովհետև Հայաստանում իսկապես ունենք արյան եւ դոնորների կարիք եւ ոստիկանների այս քայլը, այս դոնորագրումը մեծ մասշտաբով ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ինձ հույս է տալիս, որ նաև մնացած մեր գերատեսչությունների աշխատակիցները նույնպես այս քարոզարշավին, այս կոչին կանդամագրվեն եւ մենք կունենանք համապատասխան քանակով թարմ արյան պրեպարատներ մեր հիվանդներին ներարկելու համար։ Նախաձեռնությունը ոստիկանության հերթական ու ոչ վերջին նվերն է մանուկների պաշտպանության միջազգային օրվա առթիվ եւ թող ոչ մի մանուկ չտխրի։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Քայլ դու կպարտ ու վստահ Եվ ոգով և ուշով դու կանցակ Ճանապարհ շատ երկար մեզ սատար դուք դարձաք Եվ եկաք ու հասաք միշտ պատրաստ Իմ ես լուր կառուցվեց մի հսկա Մի բանակ որ պատրաստ է անվար Ապություն ամենուր ամենքին աննկար Եվ հույսի ավատի մեզ մաշվար Որ խոսում է հաստատ Միշտ կողեմ աշխատանք իմ ես պար Ձեր հոգում պացար լսի լսից ծնված Տիրոց կնքով ստեղծված Սպան, ոստիկան, մարդիրուս մեզ ունցավ Դուք ապրեք, կամքով զորեք, դուք նոր եք ստեղծված Պահապան հեշտակներ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։